Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Մայրաքաղաքում կրակոցներ են հնչել ճիշտ այնպես, ինչպես մարտաֆիլմում դեպքը Հաչափնյակի Աբելյան փողոցի 9 հասցեում է եղել օրը ցերեկով։ Հայտնաբերել են նաև համայնքային ոստիկանները դանակը եւ արյան հետքերը այսպես ահագին գնում են։ Ու մինչև համացանցում տեսանյութեր էին տարածվում, պարզվեց, որ 10 վիրավոր կա, նրանք Երևանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել։ Կարճ ժամանակ անց էլ Արմենիա ԲԿ-ից հայտնեցին, որ վիրավորներից 7-ը իրենց մոտ են տեղափոխվել։ Նրանցից մեկը ցավոք մահացել է, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներին է կայուն ծանր։ Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգով եւ ատրճանակից կրակված մի քանի պարկուճ առնանման հետքեր, դանակ, Lexus, որի վրա եղել են կրակոցի հետքեր, տեղում էր Հայաստանի ոստիկանապետ Կամո Ցուցուլյանը։ Դեպքի վայր են ժամանել քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևանի քրեական վարչության մեծ թվով ծառայողներ, Երևանի քրեական վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ ժամանել են նաև համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Դավիթ Ավագյանի եւ բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։ Մեքենայի սեփականատիրոջ ինքնությունը պարզվում է, ինչպես նաև ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ հետախուզական միջոցառումներ, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։ Վերջին օրերին Երևանամերձ մի քանի բնակավայրերում հրազանի գործադրումով միջադեպեր են գրանցվել, որոնց ընթացքում բարեբախտաբար զոհեր չեն եղել։ Բայց իրադարձությունները ինքնին անհանգստացնող են այն համատեքստում, որ բավականին հաճախ են հրապարակում լուրեր այս կամ այն վայրում հրազանի կիրառման վերաբերյալ։ Սա հատկապես ուշադրություն գրավեց օրեր առաջ ներքին գործերի նախարարի հրապարակած վիճակագրական տվյալների համատեքստում։ Հրազանի գործադրմամբ կատարված հանցագործություններն աճել են 24 դեպքով, այնուամենայնիվ աճել են նաև դրանց բացահայտման դեպքերը եւ պիտի նաև փաստեմ, որ ընդհանուր առմամբ ապօրինի հրազեն պահելու եւ կրելու կասկածանքով ձերբակալվել է 115 անձ, այսինքն սա վկայում է, որ մենք ավելի ինտենսիվացրել ենք օպերատիվ աշխատանքով զենք զինամթերքի հայտնաբերման դեպքերը։ Նման դեպքերում առաջինը, ինչը շեշտում են պաշտոնական շրջանակները, ապօրինի զինամթերքն է, որը հայտնվել է հանրության ձեռքին Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ Պարբերաբար նույն թիվն են կրկնում 17000։ Արդյունքում 42.2%-ով ավելի զենք զինամթերք են առգրավել, քան եղել է 2024 թվականի կտրվածքով։ Այս տվյալներով հանդերձ արդարադատության համակարգին առնչվող մարդիկ պրակտիկ գետնի վրա նշում են, որ իրավապահների աշխատանքն այս պահին չի նպաստում ծանր այդ թվում հրազենով կատարված հանցագործությունների թվականակի նվազմանը։ Ներկայում հնարավոր է, որ օրինակ շատ դեպքերում անարդյունավետ գործիքակազմի կիրառումը պետության կողմից այս կամ այն հանցանքը բացահայտելու անձի նկատմամբ կատարված հանցագործության մեջ մեղավոր անձին պատասխանատվության կանչելու առումով հնարավոր է պետությունը թերանա եւ այո դա հանգեցնի ինքնադատաստանի ակտերի։ Ծանր հանցավորության աճին նպաստում են նաեւ օրենսդրական փոփոխությունները, որոնց մասին դեռ տարիներ առաջ խոսում էին մասնագետները։ Խոսքը մասնավորապես թեթև հանցագործությունների դեպքում կիրառվող մասնավոր մեղադրանքի համար անհրաժեշտ ապացույցների հավաքագրումը քաղաքացու ուսերին թողնելն է։ Օրինակ մեքենայի դետալների գողության զոհերի համար սա արդեն սովորական երևույթ է։ Բնական է, չէ, որ մարդը կնախընտրի սեփական ուժերով հայտնաբերել հանցագործին եւ լուծել նրա հարցերը, ինչն էլ իր հերթին ծնում է տարատեսակ վտանգավոր երևույթներ։ Պետությունը որոշեց այդ ողջ խնդրեմը, խնդիրը, ծախսը թողնել տուժողի վրա եւ տուժողը ստիպված է այսուհետ մասնավոր գանգատների վերաբերյալ գործերով ինքը հավաքել ապացույցներ, կազմել համապատասխան փաստաթուղթ, ներկայացնել դատարան եւ պահանջել, որպեսզի իր նկատմամբ հանցանք կատարած անձը ենթարկվի քրեական պատասխանատվության։ Հիմա այս պայմաններում պարզ չէ, որ քաղաքացին կընտրի ինքնադատաստանի ակտ իրականացնելը, քան գնա ռեսուրսներ վատնի, հերիք չի իր նկատմամբ հանցանք է կատարել, մի հատ էլ գումար ծախսի, նյարդեր քայքայի։ Կա նաև կարծիք, որ հանցագործությունների այդ թվում հրազանի կիրառմանը հանգեցնում է իրավապահների բառացի զբաղվածություն, այսինքն մի կողմից ամենամիս նոր ստորաբաժանումներ են ստեղծվում իրավապահ համակարգում, մյուս կողմից նրանց գործն է գնալով ավելանում։ Իրավապահ համակարգի ռեսուրսները ուղղվում են այնպիսի անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն ու նկատմամբ ընդհանրապես ենթակա չէր այդ հետապնդումը հարուցվելու եւ այո դա
կարող է բերել դրան, որ իրենք շատ զբաղված լինեն եւ ըստ էության հանցանքներ չկարողանան բացահայտել։ Մեծ հաշվով ինչն է հանցավորության կանխարգելման գլխավոր մեխանիզմներից մեկը պատժի անխուսափելիությունը, այսինքն ես գիտեմ, որ հանցագործություն կատարելուց հետո մեծ հավանականությամբ կհայտնաբերվեմ եւ կենթարկվեմ պատասխանատվության։ Տարբեր դիտանկյուններից ֆոտոսեսիաներ լայն, սակայն ոչ այնքան անկեղծ ժպիտներ, գրկախառնություններ, փաղաքշական ու ջերմ հպումներ միմյանց։ Նիկոլ Փաշինյանը եւս մեկնել է Վաշինգտոն կառավարության պաշտոնական էջից ենք տեղեկանում ոչ այնքան մեծ դելեգացիայով հատուկ չվերթով։ Պարտադրված աշխատանքային այց թե բարի կամքի դրսևորում ուղղված աշխարհում խաղաղության օրակարգերի ձևավորմանն ու հաստատմանը։ Այդ թռչունով եմ թռնելու Վաշինգտոն։ Հետաքրքրական վերլուծություններ ու կարծիքներ վերլուծաբան փորձագետներից։ Փաշինյանը պարտավորված է մասնակցել այդ նիստին հաշվի առնելով հանգամանքը, թե ինչպիսի ինստիտուցիոնալ հիմքերի վրա է կառուցված այդ խաղաղության խորհուրդը, որտեղ կա մենիշխան նախաձեռնողը Դոնալդ Թրամփը։ Գիտենք, թե Դոնալդ Թրամփը ինչքան կբարկանար, եթե օրինակ Նիկոլ Փաշինյանը կամ Իլհամ Ալիևը կամ մեկ ուրիշը հրավիրել են չմասնակցել։ Հատկապես որ Ալիևը եւ Փաշինյանը Դոնալդ Թրամփի այն նմուշներն են, որոնց ամենատարբեր առիթներով Դոնալդ Թրամփը հղում է կատարում, նրանց է ցուցադրում, թե ինչպիսի մեծ հաջողության է հասել խաղաղության ոլորտում։ Թե Անդրանիկ խորհրդի Վաշինգտոնյան նիստը ինչ հունով կընթանա շատերի համար այնքան էլ կարևոր չէ։ Հայ հանրությունը Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև հնարավոր թեկուզ ոտքի վրա հանդիպումից բազմաթիվ հարցերի պատասխաններ է ակնկալում, հատկապես Մյունխենյան համաժողովի ժամանակ Հայաստանի հասցեին ու իշխանություններին ուղղված Ալիևի հեգնանքով բառամթերքով։ Ըստ փորձագետների, սակայն ռազմագերիների պատանների Հայաստանից օկուպացված տարածքների արևմտյան Ադրբեջան կոնցեպտին, արցախցիների իրավունքներին ու խնդիրներին Հայաստանի սահմանադրության պարտադիր փոփոխությանը վերաբերող ֆունդամենտալ հարցեր, թեկուզ եւ շոշափեն, դրանք այս պահին որևէ լուծում դժվար թե ստանա։ Շատ պարզ պատճառով Ադրբեջանն ունի երկարաժամկետ ակնկալիքներ։ Այս հարցերը այս պահին ես կարծում եմ, որ այսպես փաթեթային լուծում չեն ստանալու։ Ընդհակառակը Ադրբեջանը իմ տպավորությամբ վարում է ռազմավարական սպասման քաղաքականություն, որպեսզի այլ ավելի բարենպաստ իրավիճակներում այլ ռազմավարություն փորձի կիրառել։ Այն կոնֆիգուրացիան, որը ձևավորվել է, այս պահին Ալիևի համար լավագույնն է։ Ալիևը ոչ մի հարցով չի զիջում, ամեն ինչ որ նա ասում է, նա ստանում է, իր հետևը կանգնած է Թուրքիան եւ Արևմուտքը։ Նա երբեք հետ չի կանգնել իր պահանջից, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան։ Դա էլ է լինելու, մեր ժամանադրություններ են փոխելու։ Ընդհանրապես ըստ վերլուծաբանների Թրամփի եւ Նեթանյահուի ստեղծած խաղաղության խորհրդի նպատակը ՄԱԿ կառույցի ձևաչափը շրջանցելն ու փլուզելն է։ Այն երկար կյանք չի ունենալու։ Վերլուծաբանների կանխատեսմամբ Թրամփին հնարավոր է իմպիչմենտ հայտարարեն։ Եթե նա իմպիչմենտի չենթարկվի, 3 տարի հետո նա դուրս է գալիս սպիտակ տնից, նա չի վերընտրվելու այս բոլոր խայտարակ պատերազմները, որոշ խոստումները, որ նա տվել է, նա չի վերընտրվելու։ Եվ այս խաղաղության պանելը իր նշանակությունը կկորցնի։ Շատերս իրոք նրանք բնավ ցանկություն չունեն լինելու ԱՄՆ նախագահությամբ ինչ-որ մի խորհրդի կազմում, որտեղ անորոշ կառուցվածք ունի, ոչ մի երկիր բնականաբար ցանկություն չունի, ոչ Ռուսաստան, ոչ Չինաստան, ոչ Ֆրանսիա։ Իսկ տարածաշրջանում Հարավային Կովկասում ոչ թե համապարփակ խաղաղություն է, այլ ըստ փորձագետների իշխող մի քանի էլիտաների միջև ձևավորված կոնսենսուս, որի հիման վրա էր հիմնված լինելու էպիզոդային խաղաղության գործընթացը։ Որևէ երկրում իշխանության փոփոխություն եւ խաղաղության գործընթացը կդեֆորմացվի։ Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրենը Բաքվի դատարանի կողմից Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտումը որակել է արդարադատության նկատմամբ ծաղր։ Նրա խոսքով քաղաքացիական անձանց ռազմական դատարանում դատելը փակ լսումները, կեղծ ապացույցների մասին պնդումները եւ պատշաճ թարգմանության բացակայությունը հակասում են արդար դատավարության չափանիշներին։ Կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել միջազգային իրավունքի պահանջներին համապատասխան դատավարություն եւ հարգել մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունները։ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը հրապարակային կոչ է արել Դոնալդ Թրամփին ապահովել Ռուբեն Վարդանյանի եւ մյուս 19 հայ գերիների ազատ արձակումը։ Նա դատավճիռը բնութագրել է որպես արդարադատության ծաղր, նշելով կեղծ մեղադրանքներ, գաղտնի դատաքննություն, փաստաբանի հետ կապի սահմանափակումներ եւ ապացույցների բացարձակ անհիմնություն։
Միացյալ Թագավորությունն ու Հայաստանը մասնակցել են Defense Cyber Marvel 2026 բազմազ կիբերվարժանքներին, որոնց ներգրաված է ավելի քան 2500 մասնակից 29 երկրներից։ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը եւ ռազմական կցորդ Թոմաս Շորլանդ Բոլնը այցելել են վարժանքների վայր եւ հանդիպել հայ ու բրիտանացի մասնակիցների հետ։ Դեսպանությունը նշել է, որ նման նախաձեռնությունները նպաստում են կիբերպաշտպանության ոլորտում գործընկերության խորացմանը։ Հայաստանից վարժանքներին մասնակցել են Պաշտպանության նախարարության տեղեկատվական համակարգի գործակալության եւ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ։ Եվրոպական միության խորհուրդը Սատու Կոյվուին նշանակել է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար։ Նա կստանձնի իր պարտականությունները փետրվարի 20-ին, փոխարինելով Ռիտերին։ Ավելի քան 35 տարվա միջազգային փորձ ունեցող ֆին ավակ ոստիկանը նախքան նշանակումը զբաղեցրել է Ֆինլանդիայի ազգային ոստիկանության վարչության մարդկային ռեսուրսների ղեկավարի պաշտոնը։ Նրան նշանակելու որոշումը կայացվել է Եվրամիության քաղաքական եւ անվտանգության կոմիտեի կողմից փետրվարի 17-ին։ Փետրվարի 17-ին Ավստրիայի Սանկտ Պյոտոն քաղաքում մեկնարկել է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու եպիսկոպոսած հավաքը։ Ամենայն հայոց կաթողիկոսության 25 arczepiskoposների եւ եպիսկոպոսների մասնակցությամբ, այդ թվում Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություններից։ Հավատքը բացվել է աղոթքով, իսկ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը ժողովրդականներին առցանց է հղել իր պատգամը։ Ուղերձներով հանդես են եկել Արամ առաջին կաթողիկոսը Նուրան arczepiskopos Մանուկյանը եւ Սահակ arczepiskopos Մաշալյանը։ Մսամթերքի խոզի գարանտ ավարի մսի գները բարձրացել են։ Այս տարվա հունվարը համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածի խոզինը բարձրացել է 13.1, գարանը 14.1 եւ տավարինը 12.8%։ Գյուղ ոլորտի մասնագետների դիտարկմամբ հանրապետությունում մսամթերքի դեֆիցիտ կա։ Օրինակ, տավարի մսի դեֆիցիտը պայմանավորված է Հայաստանում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի կրճատմամբ։ Խոշոր եղջերավորների կրճատումն էլ իր հերթին պայմանավորված է անասնակերի գնի բարձրացմամբ։ Վերջին շրջանում հանրապետությունում արձանագրվել է նաև տաբաղ եւ բրուցելոս հիվանդություն։ Մասնագետների մի մասն էլ հայտնել է, որ տավարի մսի գնի բարձրացումը պայմանավորված է նաև մինչև հունիս Ղազախստանից մսի արտահանման արգելքով։ Մայրաքաղաքի խոշոր առևտրի կետերում այս պահին տավարի միսը վաճառվում է 4100-ից 4200 դրամով։ Կաթի գինը հարստականորեն իջեցրեցին մթերողները։ Քաղաքականությունը ճիշտ չվարվեց, ֆերմերները, անասնապահները ասեն մինուսով էին աշխատում։ Կերային մշակաբույսերի քանակը պակասել է, ցանկատարածները պակասել է հատիկը, կերային բազան արդեն ձեռնտու չի այդ գներով կենտրոնիներ պահելը։ Ու փոխանակ այդ ամեն ինչ ընդունեին հորդոր, ահազան, որ արագ ծրագրեր իրականացնեին խելամին, որ կտրուկ անկումը կասեցնեին, ընդհակառակը թվային այդ մանիպուլյացիաներով բերեցին, հասցրեցին փաստի առաջ։ Արդեն մի քանի շաբաթ է քաղաքացիները չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք կենսական անհրաժեշտության դեղերը։ Պատճառը Արմեդ էլեկտրոնային առողջապահական համակարգի շարունակական խափանումներն են։ Բժշկական կենտրոններում ստեղծվել է լարված վիճակ։ Բժիշկներն ու օպերատորները չեն կարողանում իրականացնել էլեկտրոնային գրանցումներ։ Քաղաքացիները ստիպված ժամերով սպասում են մինչև համակարգը վերականգնվի։ Առողջապահության ոլորտի փորձագետները դեռ ամիսներ առաջ զգուշացնում էին, համակարգը տեխնիկապես լիարժեք պատրաստ չէ նման ծանրաբեռնվածության։ Սա հատկապես մտահոգիչ է քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար։ Չեն կարողանում ժամերով մեկտեղ դուրս գրել համակարգի աշխատելու պատճառով, այդ փաստ է։ Բոլորը չեն կարող օգտվել, հատկապես խնդիր է օրինակ 65+ թոշակառուները, որոնք որ պետք է իդենտիֆիկացվեն Արմեդում, ակտիվացնեն իրենց ապահովագրությունը, այնուհետև ստանան իրենց համապատասխան բժշկական օգնությունը եւ սպասարկումը։ Ներքին գործերի նախարարությունը վերջին մեկ ամսում շարունակում է ապօրինի պահվող զենք զինամթերքի հայտնաբերման եւ կամավոր հանձնման աշխատանքները։ Հունվարի 8-ից փետրվարի 12-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր բաժիններում քաղաքացիները կամավոր հանձնել են ինքնաձիգներ, որսորդական եւ ակոսափող հրազեն, ատրճանակներ, նռնակներ, ինչպես նաեւ հազարավոր փամփուշտներ։ Ոստիկանությունը կրկին կոչ է անում հանձնել ապօրինի պահվող զենք զինամթերքը քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Դեկտեմբերի 10-ին Ագարակ Մաքսային անցակետում բացահայտվել է հարկերից խուսափելու ծրագրված սխեմա։ Պեկ Մաքսային 3 պաշտոնյա շրջանցել են ռենտգեն հսկողությունը եւ թաքցրել շուրջ 11.3 միլիոն դրամի մաքսային վճարների ենթակա բեռ, որի իրական արժեքը գերազանցել է 38 միլիոն դրամը։ Բեռնատարը դուրս է եկել անցակետից, բեռը բեռնաթափվել է եւ միայն դրանից հետո կապարանակնքվել։ Նախաքննությունն ավարտված է, մի քանի անձինք կալանավորված են, նյութերը փոխանցվել են հակակոռուպցիոն դատարան։ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ իրավունք ունի ծանոթանալ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցին, սակայն մինչ այժմ որևէ պատասխան չի ստացել։ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի կարծիքով զեկույցը դեռ չունի այն կարգավիճակը, որը թույլ կտար նրան ծանոթանալ։ Տոնոյանը ընդգծել է, որ իր հետաքրքրությունը զեկույցի բովանդակության ճշգրտությունն է, շեշտելով ճիշտ արձանագրությունների եւ հնարավոր միջազգային խնդիրների կանխարգելումը։ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված նոր քրեական գործով վերացվել է երկրից չբացակայելու արգելքը։ Հակակոռուպցիոն դատարանից հայտնել են, որ փոխարինող դատավորը չի կարողացել ինքնուրույն վերացնել խափանման միջոցը եւ պարտավորեցրել է դատախազությանը դա անել։ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով։ Ըստ դատախազությամբ նա 98-ից 2010 թվականներին Ռուսաստանաբնակ գործարար Միխայել Բաղդասարովից ստացել է կաշառք արտոնյալ պայմաններով գործունեություն ապահովելու դիմաց։ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը ապրիլին նախագահ Թրամփի հետ սպասվող հանդիպման ընթരാճ Այովայի իր բարեկամներին ուղղված պատասխաննամակում նշել է, որ չինացի եւ ամերիկացի ժողովուրդների ձգտումը դեպի փոխանակումներ եւ գործակցություն չի փոխվի, անկախ երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքից։ Հիշեցնենք, Թրամփը ծրագրում է Չինաստան այցելել ապրիլին, իսկ Սի Ցզինփինը ԱՄՆ կմեկնի 2026 թվականի վերջին։ Ժնևում բանակցությունները տևել են մոտ 2 ժամ, դրանք ծանր են եղել, բայց գործնական Ուկրաինայի հարցերով նոր հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս, ասել է Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ղեկավար նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Ինչպես գիտեք, բանակցություններն ընթացել են 2 օր, 3 շատ երկար, տարբեր ձևաչափերով եւ այսօր մոտ 2 ժամ։ Դրանք եղել են ծանր, բայց գործնական, ասել է Մեդինսկին, նշենք, որ առաջին հանդիպումը տեղի է ունեցել նախորդին։ Եվրամիությանն անդամակցող երկրներից երկուսը, Հունգարիան եւ Իտալիան, ամենևին էլ կողմ չեն Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների 20-րդ փաթեթում վրացական Կուլևի նավահանգստի ընդգրկմանը, Սև ցուցակում Կուլևիի ընդգրկմանը հատկապես դեմ է Իտալիան, քանի որ Հռոմը հենց այդ նավահանգստով է ադրբեջանական գազ ստանում։ Զելենսկին հրամանագիր է ստորագրել Բելարուսի նախագահ Լուկաշենկոյի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին, գործողության մեջ դնել Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի 2026 թվականի հունվարի 18-ի անհատական, հատուկ տնտեսական եւ այլ սահմանափակող միջոցների կիրառման մասին որոշումը, ասված է Զելենսկու հրամանագրի տեքստում։ Հրամանագրի հավելվածում հստակեցում է, որ պատժամիջոցները սահմանվում են Լուկաշենկոյի դեմ։ Վատիկանը չի միանա Միացյալ Նահանգների գլխավորած խաղաղության խորհրդին։ Այս մասին հայտարարել է Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը։ Հիշեցնենք, հունվարի 16-ին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտնեց, որ Գազայի հատվածում տիրող իրավիճակը կարգավորելու համար խաղաղության խորհուրդ կձևավորվի, եւ նա մի շարք պետությունների ղեկավարների, այդ թվում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Բելարուսին հրավիրեց միանալ այդ նախաձեռնությանը։ Մեր դիրքորոշումն այն է, որ միջազգային մակարդակում ճգնաժամային կարգավորման հարցերը պետք է լուծվեն նախևառաջ ՄԱԿ-ի միջոցով։ Սա այն սկզբունքային կետերից մեկն է, որը մենք պնդել ենք։ Զախարովան հայտարարել է, որ իրավիճակի կարգավորմանն ուղղված ցանկացած քայլ կարևոր է, մեկնաբանելով Ժնևում մեկնարկած Ռուսաստան-ԱՄՆ Ուկրաինա եռակողմ բանակցությունները։ Նա նշել է, որ Մոսկվան բազմիցս ապացուցել է խաղաղության պատրաստակամությունը եւ քննադատել Կիևին ու Արևմտյան Եվրոպային բանակցությունների նշանակությունը նվազեցնելու համար։ Բանակցությունները մեկնարկել են փետրվարի 17-ին, ռուսական պատվիրակությունը գլխավորում է Վլադիմիր Մեդինսկին։ Որտե անտանելի է։ Հակասանիտարական վիճակի աչափնյակում Բեկնազարյան փողոցում մի քանի օր է կեղտաջրերի հոսքը չի դադարում։ Քաղաքացիներն անցուդարձ են անում այդ ամենի միջով, ամեն օր ստիպված լինում շնչել գարշահոտը։ Փետրվարի 18-ն է Երևան, Աչափնյակ վարչական շրջան, Բեկնազարյան փողոց, տեսա քիչ առաջ։ Հետո երեխային մանկական սայլակով ոնց է կեղտաջրի միջով տեղափոխում, գարշահոտը անգամ մի քանի 100 մետրից գալիս է։ Վերևն էլա, չէ։
Այսօր 5-րդ օրն է։ Կեղտաջրերի հոսքը միայն Բեկնազարյան փողոցով չէ, որ ավարտվում է, դրանք հասնում են մինչև Բաշին-Ջաղյան, անգամ Մարգարյան փողոց։ Համաճարակի վտանգը օրորի է ավելանում, հատկապես որ մարդաշատ փողոց է։ Քաղաքացիները վստահ են, որ վիճակի պատասխանատուն Վեոլիա ջուրն է ու հենց նրանցից էլ պահանջում են օր առաջ լուծել խնդիրը։ Նաև քաղաքային իշխանության ուշադրությունն են հրավիրում նման խնդիրները բացառելու համար։ Դիտավորն էլ չի աշխատում, որ կեղտաջուրը քաշի։